Այսօր այս փնթի բոզը դարելա երրորդ ագարկա, պրիտոմ զաքսել չկա, հրավիրում է հաջողակ տղամարդկանց ընթրիք։ Համ ընթրիքա կանչը ու այդ հաջողակ տղամարդիկ 53 հոգի է։ 53 հաջողակ ճակերտների մեջ տղամարդ պիտի գան 1 միլիոն դրամ։ Հաշվեն, վճարեն, գան նստեն, լափեն։ Ասում է, եթե հաջողակ տղամարդու հետ գալը մայա հաջողակ ընկերը, ընկերն էլ պիտի միմի, այսինքն մեկ անձը 1 միլիոն դրամ։ Էդի մենակ ներս մտնելը, որ Աննա Բոլենի հետ խերս լափեն։ Մնացածն էլ առանձին, ինչքան կքերի։ Պաստորեն, Հայաստանի Հանրապետության վարչապետի քածը, կնիկը չէ, քածը, կնիկ ունենամա ԶԱԳՍ, Свидетельство о браке, այտենց հա, այտենց մի հատ թուղթ տա, վրեն գրու կա, էդի չկա, այտենց իար ծծմ թքմ են իարերից այս 20 տարի է։ Ուրեմն ես ագարգեն, ինչ արելա, հավաքմա որցերին, օրը հոկտեմբերի 30, եթե չեմ սխալվում, տոլի 30 է, կամսատիվը կա, տոլի արդեն հավաքել արը, մի ռուպ է, մի հատ նայեմ ես ամսատիվը, մի վարկյա, արդեն նյարվայնությունից էտ էլ բան մորացա ես, ուրա, 31-ին, հոկտեմբերի 31-ին ժամը 18:00-ին Livingston ռեստորանում Հայաստանի ագարկես 53 հաջողակ տղամարդկանց հետ պիտի քաքսուտեն 1 միլիոն դրամով։ Հələ մենայեք։ Հələ մի հատ կշրադատեք ու հասկացեք։ Էլ հիմա որ ասեն, պիտի ասեն, ասեց։ Այ մարդ լավ, կնանիքի հետ, հավքվար, լափիս, հասկցանք, քաքսուտեիք։ Բա տղամարդկանց հետ խի 53, են որ ասում 33 բագատիրա, բան կար, չէ, հեքիաթ կար, сказка о царе Սալտանը, ի Ստալինա на подбор 33 բագատիրա, շարվում են, ստեղ 53 բագատիրա, բա դու տղամարդ ես, դու երկրի վարչապետ ես, իբրտև, միջև վարչապետն էլը տան տղամարդ, դու քո կնգան ասում ես, գնա, ծծերդ, բդերդ, առ, որ չկա էլ, 53 հատ տղամարդու մեջ նստի ու փող հավքի, մարդը ընդեղա փողերի մորը ծծնն բյուջեի, կնիկը ստեղ բյուջեն ծծնելու չի բավարարվում, հիմա էլ ընկելա որցերի ձանին ասում հաջողակ, բա ոնց ասես, պովիա, ու ես պովիա պորնիկի հետ, 53 հատ որց գնալու անստի քաքսուտի, ես ամենայն ուշադրությամբ հետևելու եմ, բոլոր լրատվամիջոցներին, բոլոր մատուցող, մենեջեր, էտատես մարդկանց խնդրում եմ, հրապարակել այդ 53 տղամարդկանց լուսանկարները, ես ուզում եմ տենամ ովքեր են դրանք, վայն եկավ տարավ այդ 53 տղամարդուն, եթե այդ 53 տղամարդը, այդ նույնը ինչ որ ընդ ծախսել են, պիտի տակ ինձ, ես էլ եմ անում ընթրիք, այդ 53-ը, եթե չեկակ իմ հետ ընտրելու, ես մտնելու եմ ձեր տունուտեղ, էլ դուրս չգամ, ով ուզում է ըլնի, Գագիկ Ծառուկյան կլինի, Սամվել Ալեքսանյան կլինի, էլ ով կան դեղ, կապ չգրատ, տոբակո, ով ուզում է ըլնի, վայն եկա, էիշքան ընդեք, նույնը պիտի տակ ինձ, ատենցա, ես տեց եմ ուզում, եթե ինչ-որ մեկը ինձ կարա ասի սա շորդը, ես հատուն ու տեղը մկը ծծցնեմ, աղբեր ճան, գնը մեկը տեղ հացուտելու, այդ պորնիկ էր մի միլիոն, ես էլ եմ կանչեմ, իմ ոտ է պիտի գակ, ատենց, Էնի երորդ ագարկենա, չգրանցված, պիտոմ զաքսովել չի, մենք չգիտենք էտ ով է, ես քաղաքական ուժի ղեկավար եմ, ստատուսով ավելի բարձր, չի, խոսախ չի, ստատուսով ավելի բարձր, քան չզաքսավորված ագարկեն, են որ օճի լհանմո, չետ, էտ փնթի բոզը, հաջողակ, 53 տղամարդ գնմա պովիայի հետ հաց ուտելու, 1 միլիոն դրամ, հլնդեղ էլ իշքանա պովիյան սրան սսնելու, մի 10 միլիոն է տեղում կերի բակարիմ կվեկալի, ինչի վրայա ծախսում, ուրա գնում, գլխավոր դատախազությունա կոչվեմ,
Գխավոր դատախազա բալետ մեզ սեր կայնմա դրան մոտ մինչև երրորդ չգրացված չզաքսավորված սպորնիկը գա, որ ինքը դիմավորի նստեն իմ փոքրիկ նավակ երկել։ Գխավոր դատախազը անկախ մարմինա։ Գխավոր դատախազությունը ծծրած ունի վարչապետին էլ, վարչապետի կնկանել, մյուսն է, բայց ոչ։ Ենթարկվում է Աննա Վարդապետյան։ Բայց ես հենց գնա ստուդիայի ինգեր Աննա Վարդապետյան այդ հիմնադրամը, տեսել ես միլիոններն ուր են այդտեղ։ Կնգտոցից այդտենց հավաքեց։ Հիմա Որցերին ա բերեմ, այսինքն ի սկզբանե էլ տրամադրված եղել որցերի նկատմամբ։ Այս կնոջ մոտ Աննա Բոլեին ազնվորության մոտ ես միանշանակ համոզված եմ։ Արգանդի կատաղություն, բեշսվա մատքի։ Հիմա այնտեղ կջոգի տելախրանիցելների հետ կողվեմ։ Գնամ Եվրոպաները ջայել լուկուտ բերեմ մաչիկ բավիզով ու կողվեմ։ Դե մարդը չի կարեմ։ Հիմա էլ ընկելա 53 հատ հաջողակ գանդոնա քթե, որոնց հետ եւս պիտի կողվի։ Ես իմի կողմից ասում եմ, ինձանից չնեղանաք, ինգեր հաջողակներ։ Ես ձեզ սարքելու եմ ամենաանհաջողակ տղամարդը։ Մտածեք ձեր կանանց մասին, մտածեք ձեր բանակից ազատված տղաների մասին, մտածեք ձեզ նարկաման ու լեսբիանկա աղջկեքի մասին, թե ինչ ա լինելու ձեզ հետ։ Գնացի կտե լափելու, բարի, նույնը պիտի գաք իմ մոտ, ես էլ եմ հրավիրում ընտրիկ, քաղաքական ուժ ղեկավար եմ, լավ, հələ մի կողմ թողեն քաղաքական ուժը, ես Վարդան Ղուկասյանն եմ, ավելի պոպուլյար անձնավ, ոչ քաղաքական ուժ նախուի, զուտ Վարդան Ղուկասյան, ես Վարդան Ղուկասյանն եմ, ավելի պոպուլյար եւ ազդեցիկ կերպար եմ, քան այդ ագարկուհին, ես էլ եմ հրավիրում ճաշկերույթի, հաջողակ տղամարդկանց, հələ թողան տելամ այդ ովքեր են, որ տենց հաջողակ են եւ ինչի մեջ են դարել այսքան հաջողակ։ Բայց Հայաստանի Հանրապետությունում ղեկավարը այս ագարկ են, միանշանակ ստեղ Միկոլ գոյություն չունի բացարձակապես։ Ուրեմն Գյումրու հետ կապված ես նկատել եմ, որտեղ որ հայտնվում է Վարդան Ղուկասյանը, այսքան է ճիշտ, որտեղ որ հայտնվում է Վարդան Ղուկասյանը, ատեղի գինը տաստապատի կաճում։ Վառ օրինակ Երևանի ավականի, ով էր մինչև այդ խեռի տեղ դնում Երևանի ավականի հիմը։ Ես երբեք չեմ մտածել, որ ավականին ինչ է, դրանքի չի համար են վաբշե, աբսոլյուտն ինչ երբեք չի դարքրել։ Մտա Վարդան Ղուկասյանը ավականու գինը հասավ միլիոն։ Հիմա Վարդան Ղուկասյանը հայտարարել է Գյումրու մասնակցելու է ընդերի ավականի բանտրություններին։ Մե աժոտար, մե Երուսեր, մե իարանցում նամանավանդ Ռոբերտ Քոչարյանի ճամբարը, իշքան Ռոբիկա կան, Ռոբիկա մեդեր կան, լրիվ ակտիվացել են։ Արդեն սկսել են խոսել ընտրակաշարքներից, արդեն գումարները սկսել են հավքել բաժանել Լեննագանցոնց, մեկ ձայնը 10,000-ից 20,000 դրամ, էդի պրոստատակերի համար։ Աշտը մոդիգներին մեկ ձայնին կուդան 50,000 դրամ, մի ձայնը։ Ընտանիքին 200,000 դրամ կուդան, մենակ գնան եւ ընտրեն Ռոբիկի տեխնացուին։ Նախ, սիրելի գյումրեցիներ, Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց այս վիճակի մեջ նման բոշա քաղաքացիների պատճառով, որ 10,000 դրամ, 20,000 դրամ, 5,000 դրամ վերցնում էին, գնում ընտրում էին Ռոբիկ ու Սերժիկ եւ այսօր Հայաստանը հայտնվեց այս վիճակի մեջ։ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում գումարներ բաժանելով 20,000 դրամ, 10,000 դրամ, 30,000 դրամ, այսօր սա Ղարաբաղի ժողովուրդը բողջեկը կապեց, եկավ լսվավ Հայաստան։ Փառքաստուն նրանք Հայաստան ունեին։ Դուք ուր եք գնալու։ Ուր եք գնալու։ Եթե մի անց, մի ուժ, մի քաղաքական գործոն գումար է բաժանում, կապ չունի ինչքան, 10,000 դրամ, 20,000 թե 50,000, ուրեմն իմացի ինքը քեզանից 100 ապատիկ պիտի խլի տանի։ Դա բարի գործություն չի։ Ինքը քեզ տալիս է, որ քո նման ուտել քակելու մասին մտածողը մաքսիմալ պարզ խոսիմ գյումրեցումց հետ, որ ուտել քակելու մասին մտածողը այդ օրը լափի, այդ մի օրը գնա, չգիտեմ, սիգարետ առնի, կոնֆետ առնի, բրինձ առնի, ալուր առնի, այդ օրը գնաց կերավ քակեց ու 5 տարի պիտի ծծեգը 5 տարի այդ փոխտվողը ձեզ ծսնելու է։ Դուք դա տեսել եք։
Դուք դա տեսել եք Վարդան Ղուկասյանի օրոք, ձեր Գյումրվա քաղաքապետի, դուք դա տեսել եք Սամվել Բալասանյանի օրոք, դուք դա տեսել եք բոլորի օրոք։ Ագանջիցն էլ հասեք որ Սամվել Բալասանյանն էլ տագից կոգնեգ Ռոբերտ Քոչարյանին։ Ես գուշացնում եմ բոլոր այն անձինք Գյումրվա այդ հեղինակություն վայելողները, ովքեր ֆիքսվեցին Ռոբերտ Քոչարյանի կամ չգիտեմ ես իմ ումը տակից օգնելուն, ես էլ չասեմ ինչ եմ անելու ձեր տունու տեղը։ Եթե Սամվել Բալասանյանի մոտ 3-րդ աստիճանի ռակալ հարցը ռակա թե սարկացա, կդառնա 4-րդ։ Վարդան Ղուկասյանի տուն կյանքում չեմ մտե, կմտնեմ ու դուր չեմ գա։ Եվ այդտենց մի քանի հոգու։ Զգուշացնում եմ նաև հիմիկվանից, օրենքով գող ընկեր Զապին եւ Լեննագանցի Սուրոյին։ Աստված մի արարծե հանկարծ ես տեսնիմ որ կրիմինալ աշխարհը խառնվել է եւ աշխատեգը ԿՊ-ի Ռոբերտ Քոչարյանի կապ չունի ինչ որ մեկի համար ընկեր Զապ ընկեր Սուրո Լեննագանցի եւ առհասարակ օրենքով գողեր դիմում եմ ձեզ կարող եք ցույց տալ մի քաղաքական ուժ մի քաղաքական ուժի ղեկավար ով երբևիցե այսքան շատ դրելա առելա կալանավորների եւ դատապարտյալների թեման ինչ որ ես ցույց տվեք կարող եք ցույց տալ Լևոն Քոչարյան կեղնի Սերժ Սարգսյան կարող եք ցույց տալ կարող եք ցույց տալ մի քաղաքական ուժ ով անգամ կռիվա տանում ձեր խմելու ձեր աղբերների բիթի հարիֆների համար